Հոյակապ, ասենք, որակի սովետական պլաշ-պալատկա եւ մարդիկ կային, ասենք, ով մի քիչ ժամանակակից ալպինիստական կամ տարբեր փրկարարական ծառայություններից ձեռք բերած պլաշեր ունեին, բայց քանի որ անընդհատ անձրևներ էր գալի, այդ ցելոֆանատիպ արհեստական մատերիալներով բաները պրոբլեմ չի, բայց բրեզենտը թրջվում է։ Ու մյուսը ասեն պոստի գնալուց չէր կարողանում այդ թաց բրեզենտը վրան հավաքել, այդ նույն բաները ոնց որ անձրևի տակ։ Ես օրինակ իմ բոլոր մենք այդտեղ որ գնացել էինք 4 հոգով, մեր մոտ եղած բաներից, ասենք, տարել ենք, թողեցինք նաև մեր սեփականը, որովհետև պոստ կանգնելու համար թրջվում է։ Այդ տիպի, ասենք, տեխնիկական ոչ կարևոր չի կարելի ասել, բայց դա լուծել է պետք, թեկուզ սուշիլկի հարցեր պետք լուծել, ու եթե քանակը այնքան չի, որ ամեն զինվոր կարողանա 2 անգամ թողել։ Այդ տիպի մանր խնդիրներ կան։ Այնտեղ ինձ ցույց են տվել, որ ցինկերը բացել են մեջը ժանգոտած են եղել, բայց հենց զինվորներն էին մեղավոր։ Ցինկը ծակել էին, մեջը ջուր էր լցվել, ու երևի այտենց մի տարի կամ չգիտեմ ինչքան, այնքան փոքր է ծակը եղել, դրսից չի երևացել, բացել են, տեսել են ժանգոտած պատրոններ։ Պետք է ոնց ձեզ ասեմ, շատ հաճախ զինվորից է բանանում, զինվորի մեղքն է, զինվորը մեր նման, ասենք, հետաքրքրասեր, իսկ մենք բոլորս բաների, կապիկների նման բզբզող են, չէ՞, գնանք այս ծաղկի մեջ ինչ է։ Ինձ գիշերային տեսանելիության սարք ցույց տվեցին, որտեղից օպտիկան հանել էին, ուրեմն ֆռացողը անել էին բոլ չէր, հələ մի հատ է քերել էին գերմետիզացիա արած բանն էին հանել, ասի բա ինչի համար էին հանել, գիշերային տեսանելիության սարքը, որը հեռու 400 մետր ցույց է տալ, ասում է ուզում էին կրակ վառեին։ Այդպես հիմարություններ ընդեղ էլ կան, ստեղ էլ կան։ Հիմա օրինակ դրա դեմ առնել է պետք։ Շատ թերություններ մանր խնդալիք թերություններ են, բայց չեմ ուզում մանրամասն մի հատ օրինակ տամ։ Անսրև է եկել, բրոնո ժիլետ դուրսն է մնացել, մենք այս զինվորներից տենամ ինձ հրավիրեցին հոփարջանարի մի հատ սուրճ սարքենք խմեց, մենք դենամ գրագը բրոնո ժիլետը մեջի այդ մատերիալը էջ հանում էին, վարում են գրագեն, ասում են ինչ եք անում։ Ասում են հոփարջանարի տակ բջացել է, ես էլ լավ վարվում է սուրճը լավ արագ եկում վրա։ Ներողություն, զինվորն է այս անում։ Ես իրենց բացատրեցի պետք է ասեմ, որ չի կարելի։ Իդեպ ասացապելի սա բջացող բան չէ։ Դուք բեդության մեր փանագին վնաս եք հասցնում, որը ցես տակ կասի, երեխեք ջան, մի հատ չանեք։ Հիմա նույն դարբեր թիրքերում դարբեր բաներ եմ լսել, ասենք եղել է թիրք, այդտեղ ուդելիքը արած, երեխեք բացում են կոնսերվաներ, մի կտալ, 2 կտալ ուդում են, ու մնում է փճանում, թափում են։ Ասեցի երեխեք ջան, ժամանակին հեսի 90-ականների սկիզբը, որ մենք այսքան ուդելիք ունենայինք, մեզ համար հարսանիք էր։ Մի փճացրեք, մի քիչ խնայողությամբ։ Արատ ունեն, անում շելնի, հալալ են, թող ուտեն, բայց մյուս կողմը նայում ես, ուրիշ դիրք ես գնում, դարբեր դեղ, դարբեր ռազմաճակատ, այդտեղ էլ բագասություն անում։ Այդ ոնց է ալնում, որ մեր բանակի զինվորները միտեղ արատ ունեն, միտեղ էլ բագասություն ալնում։ Կոորդինացիայի հարց է էսի։ Էսի ով է, ինչպես է ամեն ինչը դնորինում, պետք է ավելի լավ գործել։ Ոչ թե բանակը բագասունի, ինչքան է բագասունի բանակը, այդ էլ չմոռանանք, որ հազարավոր ազատամարտիկներ ավելացան այդտեղ, հանգած։ Բանակը ինքնին ասենք, եթե այս բաները մի քիչ իր մոտ բագաս անում, մեր այդտեղ լինելով ավելանալով տվով, էլի ավելի բագասեց։ Լավ է, ընդհանուր առմամբ ինչ որ եղավ, բոլորի համար տասել։ Ազատամարտիկներից, հրամանատարությունից, բոլորի համար էսի տասել։ Մենք մի հատ սկաստացանք, որով 20 քանի տարի է մի տեսակ հարբածի ոգով տուլացել էինք։ Տուլացել, մենք ուժեր ենք, մենք ենք որ գան։ Ամեն ինչ մեր տերություններն են մեջտեղ ելավ, բագասներն են մեջտեղ ելավ, մի քիչ ավելի վստահ եմ այս ամեն ինչը մեզ խորելու առիթ կուտա եւ հավատում եմ, որ ամեն ինչ էլ ավելի լավ է կելնի եւ գլնի։